Բոլորին բարև 2026 թվական ինձ ընդառաջ է գալիս վախկոտ շունը մի փախի դեպավ որտեղ քեզ կերտամ փիս շիկ փիսո էր փիսուրների մշտական կերն ու ջուրը լցրեցի չեն ասեմ թե բյուրեղավանում ինչպիսի ձյուն է եկել ծածկած է ամեն բան հա Սաբել ջան հա ворցուք հասկացա Հիմա այստեղ հասկանում եք, չէ՞ որ ոնց պիտի իջնեք, հասկացա, ուրախացել եք, դե բոլորին ասեք, մենք 2026-ում ենք ու իջեք, որ ես էլ կարողանամ իջնեմ։ Ահա որ ձյուն է, ձեր հասակի չափ։ Իջեք, որ ես էլ կարողանամ, լավ։ Դե ворցուկ իջի։ Ահա որ է, այստեղից իջնելը մեծ փորձություն։ Հա, այսպես իջա։ Դե հիմա գնացեք, տեսեք ինչ ոնց որ լրիվ խրամատ լինի ձյան ծածկը սարսափելի բարձր է չգիտեմ նույնիսկ արի պուպուշս գնալ եկեք գժուկներս բոլորին բարևեք մաղթեք լավ և ուրախ տարի ու գուցե տարին նաև ձեզ համար լինի բարեհաջող արի Ավրորա ջան դե դուք անցեք որ ես էլ ենք ձների մեջ իրենց բացած ճանապարհը նայեք ոնց են գնում ձների միջով այսօր նոր դադարել է ձյունը չնայած իմ կարծիքով այնքան ձյուն է եկել որ երևի միջև գարուն սա հազիվ էլ հալվի իսկ երեկոյան այսօր բավականին ուժեղ ցուրտ է լինելու մինչև -18 աստիճան այստեղ կարող է հասնել եկեք գնանք Ավրորայի ոտքերը չեն ներևում ամբողջը ձյան մեջ է ամբողջը միջև գլուխ ձյան մեջ թաղված է եկեք դե գնացինք լավ հա Զաբել դու էլ ворցուկ արի մնացիր ձյան մեջ հիմա այս երկար ճանապարհը պետքա գնանք մնացիր ձյան մեջ արի գնաց վրդեք ինձ չեք տեսնում ամբողջովին վրդում եք բայց ոնց անցնեմ նայեք լրիվ ձյան սա ձյուն չէր Սա իրական փորձություն էր, նման քանակի առատ ձյուն չեմ հիշում, թե վերջին անգամ երբ հա եկել։ Հարի, իմ հետևից ես բամամատ ուրա մնացե, իրան էլ ասա գա։ Անցեք, լավա գոնա այս, հիմա ջուր եմ բերել, լավա գոնա այս տեղը կա։ Տեսեք մինչև վերև ամբողջը ձյան մեջ։ Ավրորա, ուր մնացիր, արի։ Այստեղ ես դու արդեն, մալադից Ավրորա, կարճ ճանապարհով եկել էստեղ սպասում էր, վայ Ավրորա, հիմա, կեր ворցուկս, ամբողջը ворցուկը միջև այստեղ ձյան մեջ էր խրված, ինչպես նաև Զաբելն ու Ավրորան, դե ինչ 2026-ը թող լինի անտուն կենդանիների համար հաջողակ տարի, քիչ նեղացնեն մարդիկ, ավելի բարի լինեն, Կարճ ասած լավագույն բաները, շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ։ Դե դուք ձեզ լավ պահեք սիրուններս, խառն ես գնամ, հետևիցս գալու կարիք չկա, ես այս ճանապարհը նորից անցնեմ, դե գնացի սիրունս, լավ եղեք, կհանդիպենք, կարևորը կերակրեցի, Խիղճս հանգիստ է, որ կուտեն տակ կմնան, դա է կարևոր այս պահին, իսկ այս բարդ և խրամատի նման ողջ ճանապարհը ես նորից պետք է անցնեմ, երևի 90-ականներից հետո այսպիսի առատ ձյուն չէր եղել, որ բարձրությունն այսքան շատ լիներ, այսօր ձյունը նոր դադարել է, բայց այս քանի օրը լավ ցրտեր են լինելու և սառելու է ամեն բան, որից հետո նոր կսկսի տաքանալ, իսկ թե այս ձյունը երբ կհալվի, չգիտեմ, հա լունտիկ միջև գնացի ձեր մոտով, եկա, լավ եք, լունտիկն էլ այդտեղ, մուլտիկ լավ ես, դե ողջունի 2026-ին բոլորին ասա, շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ, էդ ինչ կողքի աշխատում էր, էդ ձեր ընկերն է,
Փիս։ Այդ բերելը քյուրը ունեքած գեշ կատու է մի հատ։ Եկա ինքներ ենտեղ ուտում։ Գալիս եմ ուտումա ձեր թաքստոցը էստեղ։ Լավ, դե լավ, մուլտիկ գնա, երևի լունտիկն էլ այնտեղ են կաշ կատուն էլ, ասա թող ինձ դիր չփախչի, գնա ուտի, ես գնամ մյուսների մոտ։ Բարև Սամջան, ոնց ես, էստեղ ես, հիմա քեզ կերտ։ Դե կեր Սամջան, կեր ու լավ պահի քեզ, ես գնամ մյուսների մոտ։ Պահ քեզ, դե լավ պահի։ Փորձեմ գտնել շունիկներիս, տեսնեմ որտեղ են պատսպարվել այս ձյանը։ Ամեն դեպքում տեսնում եմ նրանց ոտնահետքերի տեղերը, պատատվում են, տեսնեմ որտեղ են գժուկներս, այստեղ էլ են մտել, սպիտակ, արջուկ, սևուկ, եթե չգտնեմ, սա իրենց ոտնահետքերն են, հեկել են ու մտել ներս և ստուգել են, այստեղ կլցնեմ կերերը ամեն դեպքում, Այն կողմը ձյունա չեն գնում, այստեղ են գալիս։ Այն դեպքում կերերը այսպես կլցնեմ, դուրս կգամ, եթե ճանապարհին տեսնեմ չէ, իրեն գալիս հետո ստուգում են։ Արդեն ամսի 2-ն է, բայց այդ ճայթուկների, գմփոցիկների ձայները դեռ լսվում են։ Խեղճ կենդանիները, ով գիտի, ուր են թաքնվել։ Բարակ արահետը ևս շների ճանապարհն է։ Ահա նրանք։ Ուր եք գնում, հլե։ Գտա։ Ճանապարհ էին գնում այդպես ուղիղ։ Ուր եք գնում։ Վայ սպիտակս, ուրախությունը։ Ուխ։ Էս ինչ վիճակա, դե գնացեք պուպուշներս այնտեղ կերեմ գցրել, եկեք տեսնեմ, են ով է։ Որ մեկն է, մյուս վախկոտն է, արջուկն ու սևուկն ուր են, սպիտակ, ինչ ուրախացավ սպիտակը, որ ինձ տեսավ, վայ սպիտակ։ Ես էլ եմ ուրախ, սիրունս։ Տես այն մեկը խելոք էր, վազեց ներս, որտև գիտի ներսում մի բա թողել եմ։ Ասեք տեսնեմ հələ, սպիտակ արջուկը ուր է, սևուկը ուր է։ Եկեք պուպուշներս։ Ուր է այն մյուսը։ Դե եկեք սիրուններս, մի վախեցեք, եկեք։ Առաջացի սպիտակ, արի։ Այ սպիտակ, դե գնա կեր։ Այն մյուսները իրանց բաժինը վերցրեցին ու գնացին։ Կեր արեկար, դե արի էլ եմ տալու, արի սիրունս, ուշ, վերջ սիրունս ոսկորոտ միսիկները վերջացան, գնա այն մյուսի ու սպիտակի հետ, չորը կերը, գնացեք չորը կերեք, վաղը կգամ, չէ, ոչ, ինչ կար տվեցի, մնացելա չորը, գնացեք կերեք, վերջ։ Ահա թե որտեղ է նստել կատուներից մեկ այստեղ, թողնեմ, այստեղ մի քիչ կեր, մաքրեմ, թողնեմ, կգանք ուտեմ, փիս, արի փիսո այստեղ, արի, փորձեցի զրուցել փոքր երեխայի հետ, պարզվեց, որ այն փոքրը իրականում շատ անդասիրակ երեխա էր, ես ընդամենը հարցրեցի ինչ ա պատահել, որ ուշադիր նայում ես, ու իր լեքսիկոն ուղղակի սարսափելի էր, արի փիսո, արի կեր, արդեն պարզ է, թե իրա ծնողները ինչպիսին են, ճայթուցիկներ, գմփագմփ և ինչքան է ցավալի է, երևի մի 7-8 տարեկան երեխա, որի խոսակցականը հայհոյանքն է, ինքը չի հասկանում, ում կարելի է հայհոյել, ում չի կարելի, տեսնում եք, լսում եք այս ձայները, իրականում տխնիկ պետք չէ, որովհետև հասկանալի է, որ իրա ծնողներն արդեն տանը խոսում են, ինչպես հայհոյանքով միմյանց հետ։ Երբ որ երեխային հարցնում ես ինչ-որ բան է պատահել շատ հանգիստ տոնով ու երեխան մոռանում է, որ երեխա է և պատասխանում է շատ վատ լեքսիկոնով, դու արդեն հասկանում ես, թե ինչպիսի ծնողներ ունի նա։ Մաքրեցի այսքան հատվածը և շները չեն երևում, դե պարզ է արդեն չէ, որտեղից երևան, եթե նման երեխաներ են դրսերը, ակնհայտ է, որ վախեցած թաքնված են,
Կամաց երևի թե այս աղմուկը կդադարի ու նրանք դուրս կգան թաքստոցներից։ Կիսոներն են միայն, որոնց փորձեցի կերակրել։ Հա, պուճուր, այդտեղ կեր եմ լցրել, կեր, ինչ ես նվնվում, մամայի հետևից ես վազում։ Եթե այս փոքր էակների նկատմամբ չկա բարություն, հոգատարություն, իրականում այդ երեխաները պոտենցիալ հանցագործներ են մեծանում, իսկ ծնողները երևի թե չեն էր կռահում այդ մասին։ Ու իրենց թվում է, թե հզոր երեխաներ ունեն։ Այս հատվածները, որտեղ շենքեր են, այո, շները ավելի սակավաթիվ են, ոչ թե ձյան պատճառով, այլ այդ աղմուկի պատճառով դեռ վախեցած են։ Իսկ այն 3 շունիկները, որոնք գործարանի տարածքում են, քանի որ այնտեղ առանձնապես ոչ ոք չի գնում, ձայներն ավելի հեռու են, դրա համար նրանք ավելի հանգիստ վիճակում էին գտնվում։ Ինչ ասեմ, 2026-ը թող նաև մարդկանց մեջ ինչ-որ բան փոխի դեպի դրականը։ Տխրեցի անկեղծ, ինձ չվիրավորեց, այլ տխրեցրեց այդ երեխայի պահվածքը, որովհետև հասկանում ես, որ այդ սերունդը մարդկությանը, իրենց իր ծնողներին անգամ չի կարող պետքա ու լավը լինի։ Ուր մնաց թե մյուս մարդկանց ու կենդանիներին։ Ինչևէ, մի քիչ տխրեցի։ Թող 2026-ը տխրելի քիչ առիթներ տա ձեզ։ Այներին հետևողների ամանորն ու սուրբ ծնունդ ուզում եմ շնորհավորել այսպես և մաղթել լավագույնը։ Լավ եղեք, սիրելիներս։ Անհոգ տարի եմ ցանկանում ձեզ և առողջ եղեք։ Արի այստեղ քեզ կերտամ, արի։ Կեր սիրունս։ Երբ ես դեռ կենդանի չէի կերակրում և վախենում էի կենդանիներից, ամենայն դեպս այդպես այդ երեխայի պես չար չէի։ Մի 2 օրվա մեջ 1 ամսվա տեղումներ կարծես թե եկան։ Բարձրությունը շատ է։